Հերթական իրավական ծաղրը այսօր արձանագրեցինք, իրականում վիրավորական աստիճանի, մարդ, ով եկել է Հայաստանի Հանրապետություն, հունիս ամսին, իր հոր 40-ին մասնակցելու համար, որից հետո դուք բոլորդ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եք, հայ մարդիկ եք, ձեր ցավը տանեմ, երբ անձը հարազատ է կորցնում, առաջիկա նոր տարին իր մեջ խորհուրդ է պարունակում, այդ թվում գերեզմաններ գնալու եւ նշված հանգամանքը դատական նիստի ընթացքում ներկայացվում է, քննիչը պնդում է միջնորդություն, որ մինչեւ հունվարի 18-ը Սամվել Կարապետյանը լինի անազատության մեջ, դատախազը պնդում է միջնորդություն, որ Սամվել Կարապետյանը մինչեւ հունվարի 18-ը լինի անազատության մեջ, եւ դատավոր Սարգիս Դադոյանը նշված հաստատում է, դրանից հետո բան չեմ ուզում հիմա խոսել։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, բայց ունենք հստակ մի հանգամանք իրավական process-ում, եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավոր էր, ինչի եկել էր օգնության վճռաբեկ դատանի որոշումը, ապա կալանքը միանշանակ չեն կարող երկարացնել։ Պարոն Կարապետյանը մասնակցում էր նիստին։ Իհարկե, մինչև վերջ։ Բնականաբար հայտնեց, որ պարոն Կարապետյանը որևէ առնչություն չունի այս ամենի հետ, առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ որևիցե կերպ անգամ մեծ ցանկության դեպքում ոչ մի կերպ խոչընդոտելու ոչ միտում ունի, ոչ նպատակ։